Միան տապանում հյուրընկալել եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցին։ Պարոն Սաքունց, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Անցած մեկ շաբաթում Երևանում, Զովունիում եւ Սևանում եղան սպանություններ, այդ սպանությունները կատարվեցին ինչպես դանակի, այնպես էլ հրազենի գործադրմամբ, մինչ պատկան մարմինները պնդում են, որ վտանգավորության աստիճանի չէ այս վիճակագրությունը, նույն վիճակագրական կոմիտեի տվյալներով հրազենով հանցագործությունները հատկապես տարեստարի աճել են, օրինակ 2023 թվականին 94, 2024-ին 109, 2025 թվականին նման 152 դեպք է գրանցվել, որպես իրավապաշտպան, պարոն Սաքունց, ինչ է կատարվում, որն է ձեր գնահատականը եւ արդյոք հնարավոր է կանխել այս դեպքերը, սպանությունները։ Եկեք ի սկզբանե ասենք, որ ցանկացած հանցագործության կանխումը պետության պարտավորությունն է, որտեղ հանցավոր գործողությունը ուղղված է այլ քաղաքացիների դեմ, նրանց կյանքին, ունեցվածքին, անձեռնխելությանը, առողջությանը եւ այլն, եւ քաղաքացիների այդ իրավունքների պաշտպանությունը, քաղաքացիների անձնական կյանքի ապահովումը, անվտանգ միջավայրում ապրելու, գործելու, ստեղծագործելու այդ իրավիճակի ապահովման պատասխանատուն պետությունն է։ Եվ այս առումով որևէ վիճակագրություն, եթե նույնիսկ քիչ էլ եղներ, դա չպետք է փաստարկ հանդիսանա քանակային առումով, ընդհանուր ընդհանուր հանցագործությունների 10%-ն է, թե 5%-ն է նման հանցագործություններ հատկապես ծանր, որ ընդունելի լինի կամ համարվի, որ ոչ աննշան, ոչ էական, որտեղ հրազենի օգտագործմամբ այդպես մեծ խմբավորման, այն էլ բնակելի թաղամասում, որտեղ կարող են լինել երեխաներ, այդ մարդիկ, որոնք ընդհանրապես առնչություն չունեն այդ միջադեպին, վնասվել եւ ավելին նույնիսկ այդ ինքնին բացի հետաձգությունից, որի մասնակիցները վտանգել են մեկը մյուսի կյանքը, մթնոլորտը ապահովության, պատկերացնում եք այդ թաղամասի բնակիչների կամ այդ դիտողների տպավորությունը, որ իրենք պետք է լինեն անվտանգ միջավայրում, բայց այդ վտանգավորությունը վիճակագրությամբ չի վերածվելու, մարդիկ ականատես են լինում այդպիսի միջադեպի եւ բնականաբար իրենց մոտ մտահոգությունը, անապահովության զգացումը մեծանում է եւ այդ առումով որևէ վիճակագրություն թեկուզ նրա քանակի հղում անելը չի կարող արդարացում լինել։ Նույնը Սևանի դեպքերին, նույնը նաեւ ինչի չմոռանանք, ճիշտ է, ուրախություն դժբախտ ելք չունեցավ, բայց երիտասարդների այդ կողմից ծեծ կրտուկը խմկո ապոր, հա, գրադարանի մոտ այդպես էին ներկայացնում, որը ազգային գվարդիայի ծառայողները ստիպված էին կանխելու համար օդ կրակել 2 անգամ, այսինքն դա քաղաքի կենտրոնում է, Երևանի քաղաքի կենտրոնում եւ նման մարդաշատ, աշխուժ, հա, վայրերում, այնպես որ այստեղ մտահոգիչ է եւ կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների կատարման անհրաժեշտությունը կա։ Խնդիրը ոչ միայն որ կոնկրետ նաեւ հանցագործության հնարավոր կատարողների հետ կապված աշխատանքները կանխելու համար կոնկրետ գործողությունը, այլ նրան հանգեցնող այլ պատճառներ։ Դրանք կարող են լինել սոցիալական, կարող են լինել մշակութային, կարող են լինել կրթական, կարող են լինել հոգեբանական, հա, տարբեր գործոններ եւ այդ առումով համայնքային ոստիկանություն ասվածը հենց պետք է աշխատի բնակչության հետ։ Որովհետեւ կամ պետք է կարողանա իրավապահ մարմինը
իրավիճակի վերաբերյալ ցանկացած ահազանգ, որը մտահոգություն կարող է առաջացնել, այդ ուղղությամբ աշխատանք կատարի, որտեղ ես միանշանակ համոզված եմ, որ այդ միջադեպերին նախորդել են ինչ-որ գործողություններ, հիշում եք, Փարաքար համայնքում էլ ոստիկանության ոչ պատշաճ աշխատանքը, անգամ նույնիսկ սպանվածներից մեկը ոստիկանության ծառայող է, չէ՞, ոչ պատշաճ աշխատանքը, ոչ պատշաճ ուշադրություն դարձնելը հնարավոր, հա, ռիսկերի գնահատելը, հանգեցրեց այդպիսի տխուր հետևանքների։ Այնպես որ այստեղ մենք ունենք համակարգային խնդիրներ, որ պետք է նաև հենց իրավապահ մարմինների ծառայողների գիտելիքները ճանաչելու այդ ռիսկերը, գնահատելու ռիսկերը եւ այդ ես դա մի բառ ասեմ, դա քրեական ենթամշակույթ եւ մտածելակերպի հետ կապված հարցերն են։ Եվ իհարկե միայն իրավապահ մարմիններինը չէ, կրթական հաստատություններում պետք է դիտարկել, քրեակատողական հաստատություններում, այսինքն ընդհանրապես քրեական մտածելակերպի դրսևորման հետևանք են նման հանցագործությունները, որոնց վերացման կամ կանխման ուղղությամբ միայն պատժիչ գործողությունները բավարար լինել չեն կարող։ Պետք է լինի բավական լուրջ աշխատանք, համալիր աշխատանք, ճանաչելու տեսակետից, կրթելու տեսակետից, նաև նույն եւ գնահատելու տեսակետից։ Մի կարճ օրինակ բերեմ ցայտուն։ Չեչեն աղջկա սպանությունից հետո Այշատի հաջորդ դեպքը երբ որ եղավ, ոստիկանությունը շատ արագ արձագանքեց, որտեղ արդեն հասկացան, որ այն նախորդ անգամ ուրեմն դանդաղկոտությունը կամ ոչ համարժեք գնահատումը ռիսկերի հանգեցրեց նման տխուր հետևանքի։ Այս դեպքում շատ օպերատիվ կարողացան կանխարգելել։ Սա նշանակում է, որ իրավապահ մարմինները բացի զուտ իրենց գործառույթները իրականացնելիս պետք է գործառույթների մեջ նկատի ունեմ զենք, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, կանխարգելում եւ այլն պետք է տիրապետեն նաեւ անհրաժեշտ գիտելիքների ճանաչելու այդ քրեական ենթամշակույթի նախնական դրսևորումները, անչափահասների աշխատանքը, թմրամիջոցների հետ կապված հարցը վերջնաշողմինա կրիմինալ քրեացին միջավայրն է, չէ՞ ստեղծում։ Կարող ենք մենք ասել, որ արդյունավետ է մեր աշխատանքը, ոչ իհարկե, որովհետև ցավոք սրտի արդեն կրթական հաստատություններն են, հա, շրջանում այդ տարածում։ Այնպես որ իրավապետությունը իր պարտավորությունները պատշաճ պետության կողմից իր պարտավորությունները պատշաճ կատարելու համար դեռևս պետք է համալիր, հա, եւ ոչ միայն իրավապահ մարմնի կողմից, այլ նաեւ կրթական մարմինների կողմից արդարադատության նախասյունի քրեակատողական հիմնարկների հետ կապված զինված ուժերում, որտեղ նույնպես ունենք այդ քրեական ենթամշակույթի դրսևորումները, բայց ես հիմքում այնուամենայնիվ տեսնում եմ կրթությունը, կրթական, որովհետեւ երեխաները հենց ձևավորվում են ոչ միայն ընտանիքում, այլ կրթական հաստատություններում կամ կրթության քաղաքականության շրջանակներում քրեական ենթամշակույթի հաղթահարման, օրինապահ քաղաքացու ձևավորման ուղղությամբ օրինակի համար ինչ մեթոդիկաներ, ինչ աշխատանքներ են կատարում, կամ ընդհանրապես դա դրված է չափորոշիչների հիմքում եւ այդ չափորոշիչներից բացի ինչ է իրականում արվում կատարում։ Ես կարող եմ ասել, որ ցավոք սրտի այդ տեսակետից բավական լուրջ խնդիրներ ունենք։ Թեմայի հետ կապված էլի հարցեր ունեմ, բայց կշեղվենք, ես ուզում եմ նաև քաղաքական խնդիրներին անդրադառնանք, պարոն Սաքունց, մասնավորապես հայկական երկաթուղու ռուսական կառավարման խնդիրը, որը իսկապես խնդիր է դարձել ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, Հայաստանի իշխանությունները հակված են այս հարցը լուծել Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ եւ կառավարումը առաջարկում են փոխանցել երկու երկրների համար բարեկամ երրորդ կողմի։ Ռուսաստանից մենք լսեցինք սպառնալիքներ, հիշեցումներ, որ նման որոշումները կարող են հանգեցնել համակարգի փլուզման։ Իսկ մեր ներքաղաքական դաշտում այլ քաղաքական ուժեր, վերլուծաբաններ առհասարակ համարում են, որ բոլոր իրավական հիմքերը կան կառավարումը ուղղակիորեն հետ վերցնելու։ Դուք ինչ լուծում եք տեսնում իշխանությունների այդ տեսլականը բարեկամական մթնոլորտում կամ տրամաբանության ներքո հարցը լուծել արդյոք իրատեսական է աշխարհաքաղաքական այս իրավիճակի ֆոնին։ Գիտեք, աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին թիվ 1 խնդիրը, որը պետք է
լուծի Հայաստանի Հանրապետությունը անկախ կուսակցության անվանումից դիմություն թե ընդդիմություն, դա Հայաստանի Հանրապետության պետական շահերի ձևակերպումն է եւ ցանկացած խնդիր այդ աշխարհակաղակական արճակատման կամ լարված իրավիճակում հստակ ձևակերպել, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունը որպես սուբյեկտ ձևավորելու, պահպանելու եւ զարգանալու։ Սա կոնցեպտուալ հարց է, որտեղ այն, որ Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը, տրանսպորտային, ես նկատում երկաթուղային ինֆրաստրուկտուրան, սահմանապահ ծառայությունը, անվտանգությունը, իդեպ, տնտեսական ամբողջ, այս ամեն ինչը դրված էր գազի հետ կապված գազի մատակարարում, ամբողջը հանձնված է եղել Ռուսաստանի Դաշնությանը։ Մենք սահմանափակված ենք եղել այդ Ռուսաստանի Դաշնության այսպես կոչված հովանավորությամբ, բայց Ռուսաստանի Դաշնությունը բացի շահերից այլ շահ չի հետապնդում։ Հիմա կոնկրետ սա կոնցեպտուալ հարց է, եւ որից է կուսակցությունը, թե ասում է եւ այլն, սա ուրեմն թերագնահատում է կամ գտնում է, որ չի կարելի անել եւ այլն, քայլեր կտրուկ, ինչպես հեցի դեպքում էին անդրադառնում։ Ինքը պետք է հստակ մի պատասխան տա երկու հարցի։ Այ ինչ որ միջև հիմա գտնվել է, միջև այդ երբ որ ամբողջ ռուսական Դաշնության Կրեմլի հսկողության տակ եղել կամ նրանց ղեկավարության, ինքը երաշխավորել է Հայաստանի Հանրապետության զարգացումը, անվտանգությունը, չգիտեմ, սուբյեկտայնությունը, ոչ։ Բազմաթիվ փաստերով կարելի է շադրել, որ այդ իրավիճակը միայն ռիսկերի, այսինքն նույնիսկ ռիսկերի ժամանակ կամ խնդիրների ժամանակ այդ իրավիճակը կամ այդ համակարգը լուծումներ չի տվել։ Մենք խոցել ենք եղել։ Հիմա հաջորդը, որ դուրս ես գալիս այդ իրավիճակից, փոխում ես այդ իրավիճակը, որն է ճանապարհը։ Ճանապարհը իհարկե համագործակցության ընդլայնումն է այնպիսի պետությունների հետ, որոնք տնտեսական շահերից բացի ունեն նաև արժեքային ընդհանրություն Հայաստանի հետ։ Հիմա երկաթգծի հետ կապված մենք կոնցեսիոն կառավարման ենք հանձնել, այսինքն մենք չէ, Ռոբերտ Քոչարյանն կամ Սերժ Սարգսյանը իրանք են հանձնել այդ գույք պարտքի դիմաց տրամաբանության ներքո նաև երկաթգծի կառավարումն են հանձնել։ Հիմա որևէ պարտավորություն ռուսական կողմը կոնցեսիոն որպես կառավարման այդ լիազորությունը վերցրած չի վերցրել ներդրումների զարգացման եւ այլն, պետք է գնահատվի կատարվել է այդ պարտավորությունները թե ոչ։ Մենք տեսնում ենք, որ չի կատարվել, որովհետեւ չեն կարող համեմատել հիմա հայկական երկաթուղու վիճակը մեր հարևան Վրաստանի երկաթուղի վիճակի հետ, ակնհայտ է։ Նույն համարյա ժամանակահատվածում մեկը եղել է բրիտանական կոնցեսիոն, հետո այդտեղ, բայց ոչ ռուսական հաստատ, մյուսը եղել է ռուսական, ակնհայտ է։ Եվ ընդհանրապես Ռուսաստանի Դաշնությունում չեմ ուզում որակումներ տալ այդ ռեժիմ եւ այլն, հա։ Նույն ռուսական երկաթգիծը վնասով է աշխատել։ Հիմա բավական լուրջ պատկեր ունեն եւ պետք է կրճատեն իրենց թե շարժակազմը, թե ֆինանսավորման ծավալները։ Հիմա ո՞նց կարող է ընդհանրենք նման իրավիճակում եւ ինչու, որտեղ իրենց քաղաքականության հետևանքով, ագրեսիայի հետևանքով։ Ո՞նց կարող է այդ սահմանափակումների եւ պատժամիջոցների տակ գտնվող պետությունը հանդես գալ որպես երաշխավոր զարգացման համար։ Կարող են ասել, թե դե գիտեք ոնց հիմա ժամանակավոր է, հետո բան, բայց մինչև այդ ժամանակավորը, մինչև այս ագրեսիան բավական երկար ժամանակ ունեն, զարգացնեին, չեն զարգացրել, որակը չեն բարձրացրել եւ ի վերջո իրենց պարտավորությունների կատարումը մենք չենք տեսնում։ Այսինքն ես նկատում եմ, որ պետք է աուդիտի անցկացվի, աուդիտ պետք է անցկացվի պարտավորության կատարման վիճակը եւ այնպիսի հայց ներկայացվի, որ իրանք պարտավորություն չեն կատարել, որ դեռ մի բան իրանք են պարտքմիս, թե չի դուրս է գալիս, իրանք եկել են այստեղ կներեք կենցաղային լեզվով խոպան, հա, եկել են մեր երկաթգիծը, ինչ ասես, շահագործում են, օգուտներ ստանում, բայց Հայաստանի օգուտը որն է չգիտեմ։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Դա փաստացի պարոն Սաքունց, բայց սա այս հարցը նաև ունի քաղաքական ենթատեքստ, չէ՞, ակնհայտ է, որ քաղաքական առումով են Հայաստանի իշխանությունները կաշկանդված եւ զգուշավոր իրենց գործողությունները։ Այն, որ Ռուսաստանի տնտեսական ցանկացած ներկայություն հենց քաղաքական նշանակություն ունի իր ազդեցությունը ապահովելու, ամրապնդելու, սա միանշանակ է։ Ես հիմա հարցը հետեւյալն է, Հայաստանը իր քաղաքական շահը պետք է ձևավորի վերջին հաշվով։ Այո, Ռուսաստանի Դաշնությունը վտանգավոր պետություն է, որովհետև տեսնում ենք, թե ինչ անում Ուկրաինայում։ Բայց անընդհատ վախի տակ գտնվել մեկ թու քո ազգային, ես հասկանում եմ նախորդ իշխանությունները նրանք ոչ թե վախի կամ ազգային շահի հետ էին, այլ իրենց շահի հետ էին եւ շատ սերտ ուրեմն քիմիայի մեջ էին, հա, իրենց խոստովանությամբ։ Հա, բայց հիմա եթե փոխվել է, ու այդպես հայտարարել, որ պետք է Հայաստանի պետական շահը եւ քաղաքացիների շահը առաջնային լինի, ապա այդ շահը չի կարող եւ ցանկացած պետության եւ նրա քաղաքացիների շահը չի կարող ձևակերպվի, ձևավորվի եւ զարգացվի վախի տակ, անընդհատ վախի տակ։ Իհարկե դիվանագիտություն պետք է, հա, որպեսզի դու այդ ռիսկերի կառավարես եւ խնդիրներ չունենաս, բայց կներեք
մի ձեռքով այդ հարցը կոնցեսիոն կառավարման հարցը, մյուս ձեռքով դու հայտարարություն ասան, որ հատ եթե կարող են կառուցել մեղրի այդ հատվածում երկաթուղին, ես ուղղակի չեմ հասկանում։ Միանշանակ է, որ Ռուսաստանը ոչինչ չունի տալու Հայաստանին, բացի Հայաստանից։ Մենք Հայաստանը Ռուսաստանից պետք է ազատենք, որտեղ Հայաստանը Ռուսաստանի գրպանում է հայտնվել երկար տարիներ եւ հիմա մենք պետք է ազատագրենք։ Հիմա այս խնդիրը լուծելու համար, այո, պետք է փորձել, չգիտեմ, դիվանագիտական եւ այլն, բայց նաեւ պետք է սկզբունքային լինել։ Որ գիտեք ոնց է, եւ այդ սկզբունքայնության մեջ է մտնում այդ աուդիտը։ Դուք այսքան ծավալի ներդրումներ ապահովել եք, թե ոչ, եթե չեք ապահովել, դուք ձեր պարտավորությունը չեք կատարել։ Եթե որ պայմանագիրը ենթադրում է երկու կողմ։ Եթե մի կողմը պարտավորություն չի կատարում, դա լիարժեք հիմք է այդ պայմանագիրը խզելու։ Իդեպ ասեմ, բայց ես կարող եմ ձեզ կասկած այսպես որպես ներկայացնել, որ տեսնելով թե ինչ պայմանագիր են կնքել 102-րդ ռուսական բազայի հետ կապված։ Այդ պայմանագրով Հայաստանը մշտադիտարկման որևէ մեխանիզմ չունի ռազմական բազայի գործունեության նկատմամբ։ Պատկերացրեք, այսպես տրված է ուղղակի անվերապահ եւ իրենք կարող են ինչպես ասես գործեն։ Եվ ես հիմա կասկածում եմ այդ կոնցեսիոն կառավարման հանձնելու վերաբերյալ պայմանագիրը ինչ տեսք ունի, որովհետեւ եթե պայմանագիր են կնքել, որ մինչեւ 2049 թե որ թիվը Հայաստանը գազ պետք է գնի միայն Գազպրոմից եւ այն պայմանը, որ երրորդ այլ երկրից գազ գնելու թույլատրությունը կամ համաձայնությունը կարող է լինել միայն Գազպրոմի համաձայնությամբ, ես արդեն պատկերացնում որ կարող է նաեւ նման տիպի կաբալային, հա, եւ որ շատերն ասում են կապիտուլյացիա, դե կապիտուլյացիան պայմանագրի դուք եք կնքել Հայաստանի շահերը հանձնելով այդ պետությանը։ Դրանք իրենց բովանդակությամբ հենց հանձնել է, դա կապիտուլյացիա, առանց որևէ պատերազմի, առանց որևէ բանի, դուք Հայաստանը կապիտուլացրել եք Ռուսաստանի Դաշնության։ Հիմա այդ դեկապիտուլյացիան, հա, պետք է լուծվի այդ խնդիրը թե ոչ։ Այո, պետք է լուծվի։ Եվ նույնը նաև ինչի մենակ երկաթգիծ, իհարկե այս պահին թրիպի հետ կապված երկաթգծի հարցն է գալիս։ Բա ատոմային էլեկտրականը ոնց են պատկերացնում երկրում, ասենք, եթե ատոմային մոդուլային ատոմակայան կառուցվի, ամերիկյան ներկայություն, եւ մեկ էլ Հայաստանի ատոմակայանի, հա, որը մատակարարումը, տեխնիկական եւ այլն սպասարկումը ապահովում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Սա մի քիչ շատ տարօրինակ է։ Դուք կարծում եք իշխանությունը իսկապես հակված է ԱՄՆ-ի հետ համագործակցության այդ ատոմային Եթե դա ոչ թե հակվածության մասին պետք է խոսել, այլ համաձայնությունների մասին ենք խոսում մենք հիմա արդեն։ Չէ, բայց դրանից հետո Փաշինյանը Վենսի այցից հետո կոնկրետ ասաց, որ այդ հարցը քննարկում են Ռուսաստանի հետ, Հարավային Կորեայի հետ, Ֆրանսիայի հետ, եթե ես հիմա մոդուլային ատոմակայանի։ Մոդուլային ատոմակայանի կառուցման հարցը քննարկվել եւ որոշվել է Միացյալ Նահանգների հետ համաձայնության շրջանակներում։ Հիմա դա կկառուցվի Հարավային Կորեայի թե Միացյալ Նահանգների կամ մեկ այլ երկրի, դա այլ հարց է, բայց միանշանակ է, որ Ռուսաստանի մասնակցությամբ որևէ այլևս ծրագիր կամ նախագիծ Հայաստանում չի կարող իրականացվել։ Դա կամ դա դիվանագիտական շուստրիություն է կներեք, այդ որտեղ բովանդակային առումով մենք ուզում ենք ձեռբազատվել ռուսական այդ ներկայությունից, ոչ թե ներկայությունից, այլ ռուսական գաղութից ենք ուզում ազատվել։ Մյուս կողմից այդ գաղութի մետրոպոլիային, հա, դու առաջարկում ես մասնակիցներին, դա մի քիչ անհեթեթություն է տրամաբանության տեսակետից, բայց կարող է եւ հաշվի են առնում, որ Ռուսաստանը այնպեսի վիճակում է, որ ինքը ֆինանսական ռեսուրսների կարիք ունի, ուր մնաց թե մի հատ էլ որևէ նախագծում ներդրումներ կատարի, բայց հաշվի առնելով, որ քննարկումները, որի մասին հիշատակեցի, որ շատ նեգատիվ են, հա, բացասաբար են վերաբերվում, ավելին $165 միլիոն են հատկացնում նախագահականից Հայաստանում այս նախընտրական ժամանակահատվածում իրենց պրոքսի ուժերին աջակցելու համար, երևի թե Ռուսաստանը կփորձի ինչ որ ջանքեր գործադրի
իր ներկայությունը շարունակելու, պահպանելու համար։ Եվ այստեղ Հայաստանը իհարկե պետք է ձգտի ամեն կերպ այդ ներկայությունը զորացնելու համար։ Սա է մեր ռազմավարական ուրեմն նպատակը։ Իսկ այդ թե Հարավային Կորեայի, թե Հնդկաստանի, որը նույնպես միջուկային տերություն է, բայց ոչ ամենևին իհարկե Չինաստանի, որովհետև անհամատեղելի ասենք թե էլի։ Այդ հարցերը ժամանակի ընթացքում պետք է լուծեն, բայց նաև պետք է սկզբունքային լինել։ Ինչ եք արել, որ մենք պետք է համաձայնվենք, որպեսզի շարունակենք լինել։ Շատ լավ, պարոն Սաքունց, ամփոփենք մեր հարցազրույցը Ալիևի այդ պահանջով, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի անմիջապես սահմանադրական փոփոխություններից հետո, իշխանությունները եթե հակված են փոփոխություններին անկախության հռչակագրին հղում չանելու, ապա ինչ է կարծում հանրությունը այդ փոփոխություններին այո կասի, եթե չի ասի, ապա դա ինչ ռիսկեր է պարունակում։ Ի սկզբանե հաշտվել այն մտքին, որ Ադրբեջանի բռնապետ Ալիևը կամ այդ բռնապետի կողմից նման պահանջը ոչ թե թույլատրել, այլ հանդուրժելի է, դա աբսուրդ է։ Առավել ևս Ալիևի կողմից, դա Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը Հայաստանի բացառիկ իրավունքն է եւ իր ներքին գործն է։ Սա մեկ։ Երկրորդը անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության դա ծննդականն է։ Այո, այնտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական դեպուտատների խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի այդ նա դիմումը, որ միավորվում են, բայց այդ հարցին արդեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան իր գնահատականը տվել է։ Դե դա հասկանում ենք, այդ ամենը հանդերձ Ալիևը գիտեք, չի կարող լինել, որ Ալիևը պահանջի ու այդ պահանջը կատարվի Հայաստանի Հանրապետության կողմից։ Ինչ չէ տարկում իշխանություն, ընդդիմություն, չգիտեմ ովքեր եւ այլն։ Չեն ասում մոտս մի հատ հարց առաջացավ, եթե շատ հետաքրքիր կլիներ, եթե նման որևիցե պահանջ, անպայման չի նման, պահանջ ներկայացնեն Ռուսաստանը ոնց են իրենց դիքավորելու այն ուժերը, որոնք բան են անում, հա, բայց նման պահանջը չի կարող կատարվել։ Եվ Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանից անկախության հռչակագիրը չի կարող հեռացվել։ Դա իմ հստակ դիրքորոշումն է եւ բազմիցս ասել եմ։ Այլ հարց է եկեք հասկանանք, որ միավորումից հետո, այդ 1989 թվականի որոշումից հետո եղել է մեկ այլ գործընթաց, երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անկախություն հռչակել։ Չէ՞ որ շնչով ժողովրդի կամքը արտահայտվել եւ միավոր, այսինքն դուրս է գալիս, որ եթե միավորվել է Հայաստանի հետ, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը նշանակում է Հայաստանի Հանրապետության կազմից դուրս գալ, չէ՞։ Այսինքն պատմական իրադարձություններ են տեղ ունեցել։ Դա նշանակում է այդ փաստաթղթի այդ մասը ինքը պատմական նշանակություն ունի, բայց ոչ իրավական նշանակություն ունի, բայց հռչակագրի մյուս մասը դա Հայաստանի Հանրապետության որպես իրավական ժողովրդավարական ինքնիշխան պետության, այսպես կոչված հիմնադրույթներն են, որի հիման վրա պետությունը ուրեմն ձևավորվել է եւ կայացել է եւ գոյություն ունի, հա, ոնց կարող եմ ես ինչ որ մեկի, այսինքն ինչ ենք անում, որ հռչակագիրը չկա, չի կարող այդպեսի բան լինի։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։